Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մեկ ամիս առաջ ոստիկանության հրապարակած ընտրողների ընդհանուր թիվը 270 հազարով ավելի է Հայաստանում չափահաս ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից։ Այսպես հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 2.554.000 է, մինչդեռ ըստ ազգային վիճակագրական ծառայության Հայաստանում 18 տարին լրացած բնակչության թիվը 2.283.000 է, ընդ որում խոսք ոչ թե առկա բնակչության, այլ մշտական բնակվողների մասին է, որը ներառում է ժամանակավոր բացակայողներին։ Մենք ունենք խնդիր թվերի հետ, եւ որովհետեւ մարմին, թե ազգային վիճակագրական ծառայությունը, թե ոստիկանության ծառայությունը, կամ թե կենտրոնական տրական հանձնաժողովը, երևի թե պետք է որովհետեւ տրամաբանված կամ տրամաբանական պատասխան տան, ինչով է պայմանավորված պաշտոնական տարբեր աղբյուրների կողմից հրապարակված թվերի միջև այդ հակասությունը, ակնհայտ հակասությունը, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք, որ այս նպատակահարմարությամբ թվերի հետ ինչ-որ շարժ է տեղի ունենում։ Կրկին ըստ ոստիկանության ներկայացրած թվերի 2008-ի նախագահական ընտրություններից մինչև 2015-ի հանրաքվե Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն ավելացել է 226 հազարով, չնայած այն բանին, որ զուգահեռ նույն ժամանակահատվածում ըստ ԱՎԾ-ի Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է, մասնավորապես չափահասների թիվը պակասել է 54 հազարով։ Նույնիսկ այս ընտրողների թվի աճը բնակչության թվի ոչ համարժեք աճի կամ ընդհանրապես աճի բացակայության պարագայում նույնպես ուղղակի ոչ թե անտրամաբանական, ուղղակի անհեթեթություն։ Արթուր Սաքունցը բերում է Վանաձորի օրինակը, այնտեղ էլ 2008-ից ի վեր ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց թիվն ընտրությունից ընտրություն ավելացել է։ Վանաձոր քաղաքին տեսնում ենք, որ դպրոցականների թիվը 2006-ից 12 թվականի ընթացքում 45%-ով կրճատվել է։ Այսինքն դրանք այն մարդիկ են, այն երեխաներ են, որոնք պետք է ընդգրկվեն ամեն տարի, չէ, 2007-ին նույն 2006 թվականի աշակերտների մի մասը պետք է ընտրողներ դառնան, 2008-ին արդեն 2007-ի աշակերտների մի մասը, եւ ըստ էության պետք է, եթե նրանց թիվը նվազում է, ընտրողների թիվն էլ պետք է նվազի։ Չի կարող ընտրողների թիվը այլ տեղից ավելանա։ Ոստիկանությունն ընտրացուցակներում ավելի քան 200 հազար քաղաքացիների ավելացումն այսպես է բացատրում. 2008 թվից սկսած թոշակ կամ որևէ սոցիալական օգնություն ստանալու համար պարտադիր է դարձել որևէ հասցեում գրանցված լինելը, ինչից հետո տարբեր հասցեներում գրանցումների թիվը զգալիորեն ավելացել է։ Ցանկացած ազնագրային ծառայություն գնաք, ուզենաք ազնագիր ստանալ, օրինակ կարայիք 95-96-ին ազնագիր ստանալ, կամ 2000-ին ազնագիր ստանալ, կամ 2005-ին ազնագիր ստանալ առանց հաշվառման, բայց հետո որ լրացել է արդեն ազնագրի վավերականության ժամկետը, հետո մարդիկ ուզեցել են սոցիալ ծառայություններից օգտվելու պարտադիր պայմանը անձի հաշվառում ունենալ։ Ինչ վերաբերում է պետական վիճակագրական ծառայության եւ ոստիկանության ունեցած թվերի տարբերությանը, Բիչախչյանն ասում է, ընտրացուցակները կազմելիս իրենք հիմք են ընդունում բնակչության պետական ռեգիստրում գրանցված քաղաքացիների թիվը, որը կարող է տարբեր լինել ԱՎԾ-ի թվերից։ Քանի դեռ օրենքը այս բանի նման կանոնակարգում է տվել, մենք ուրիշ բան չենք կարա, ուրիշ ձև չենք կարա դրա ձևավորել։ Հայաստանից դուրս գտնվողների հանել ցուցակից, ոստիկանությունը իրավասու չի սեփական նախաձեռնությամբ անձին հանելու նախ առաջինը բնակչության պետական ռեգիստրից, հետո ընտրողների ցուցակից։